Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանուշ Պապյանն եմ։ Վարդան Ղուկասյանը շաբաթօրը երթմամբ 5-րդ անգամ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը։ Իթևս այլոց ներկա էր Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսը, որը շնորհավորեց Վարդան Ղուկասյանին, նշելով, թե վստահ է վերջինիս պրոֆեսիոնալիզմի, էներգիայի եւ խորը գիտելիքների ու դրանք քաղաքի խնդիրներին ծառայեցնելու հմտությունների վրա։ Ինչ զարգացումներ են հնարավոր Գյումրիում, դեռ պարզ չէ, տեսակետ կա, որ ժամանակն է Գյումրին հանգիստ թողնելու եւ կենտրոնանալու մի խնդրի վրա, կա քաղաքական թիմ, որ կարող է թույլ չտալ Հայաստանի գյումրիացումը։ Հյուրս քաղաքագետ Միտք վերլուծական կենտրոնի հիմնադիր Լիլիթ Դալաքյանն է։ Տիկին Դալաքյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ ձեր տպավորությամբ փաստորեն 5-րդ անգամ Վարդան Ղուկասյանը ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, բայց նախ ուզում եմ սկսենք նրանից, որ ներկա էր Ռուսաստանի հյուպատոսը, մենք գիտենք այնտեղ կա Իտալիայի տարբեր հյուպատոսներ կան, բայց ընդգծված էր ռուսական ներկայությունը, ձեր գնահատականը եւ նաեւ հյուպատոսի այսպես ջերմագին մաղթանքները առ Վարդան Ղուկասյան։ Համեցեք։ Դե երևի ամենապրոֆեսիոնալ հյուպատոսն էր ներկա եւ իրենք համապատասխանում են պրոֆեսիոնալիզմով։ Վստահ եմ, ուրիշ ներկայություն չէ ես սպասում։ Գիտեք, դուք ասացիք, որ ժամանակն է հանգիստ թողնել Գյումրին։ Կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն էլ է ձեռնտու անընդհատ խոսել Վարդան Ղուկասյանից, մի օր ցնցող հայտարարություն կանի, բոլորը կմեկնաբանեն եւ մենք կշեղվենք գլխավոր օրակարգից Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական եւ արտաքին մարտահրավերներից։ Ինքը Վարդան Ղուկասյանը շատ կոմպետենտ, հարգում է աթոռը, սուբորդինացիան, չեմ կարծում նա որևէ խնդիր կստեղծի Նիկոլ Փաշինյանի համար, իսկ եթե ստեղծի, խնդիրները արդեն կառաջանան իր համար, հաշվի առնելով ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, այլև իր խոցելի լինելը, այնպես որ տեսնենք ինչպես կաշխատի պարոն Ղուկասյանը։ Ինչու է ձեռնտու Տիկին Դալաքյան, որովհետև ունեն նման մրցակից, այլընտրանքը Վարդան Ղուկասյանն է, դրանով ավելի շատ է ընդգծվում, ընդհանրապես ինչ իրավիճակ է լինելու, օրինակ եթե իշխանությանը դեմ են, ապա որն է դրա այլընտրանքը։ Դե 26 թվականին ընթառաջ վախեցնում են ժողովրդին, նաև ես չեմ ասում, որ իրենք ուզում էին, որ Վարդան Ղուկասյանը ընտրվի, բայց ընտրվել է այնպես չի, որ այդպես լուրջ խնդիր է առաջացրել իշխանությունների համար, ժողովրդի մեջ էլի կա մեծ վախ, հիասթափություն, որ կարող են նախկին իշխանությունները վերադառնալ, մանավանդ Ռոբերտ Քոչյանը, որ հայտարարեց նոր թիմով հետ է գալու, ավելի մեծացրեց այդ վախերը եւ այդ ֆոնին սպիտակը նորից դառնում է արդիական։ Տեսեք, Տիկին Դալաքյան, ինչ կանդրադառնանք Գյումրիում ընդհանրապես նաև Վարդան Ղուկասյանի այսպես քաղաքապետ դառնալուց հետո իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին, նախ անդրադառնանք նաև Միքայել Սրբազանի հայտարարություններին, հատկապես այսպես Ստալինի հետ կապված, եւ մենք այսօր չենք տեսնում գրեթե գետ մի հոգեվորական, որ գուցե կհակադարձեր Միքայել Սրբազանին նրա հայտարարությունների համար, մասնավորապես նա ասում է սաբոտաժի համար Ստալինի ժամանակ գնդակահարում էին, հիմա ասում եմ չխանգարեք քաղաքապետին։ Տեսեք թե ինչ հայտարարություններ են հնչում, համեցեք։ Ճիշտն ասած ես պատրաստված չէի եկել, չէի կարդացել, այդ ցնցող բաներին պատասխանելու համար, ցավալի իհարկե ես նույնիսկ բառեր խոսքեր չեմ գտնում, որովհետև իմ Facebook-յան էջում էլ էին նշել, որ այսօր եկեղեցականները դարձել են կոմունիստական կուսակցության անդամներ, որոնք գովաբանում են մարդասպաններին, երկիրը թալանողներին, ուրեմն մեր Տեր Աստծո բոլոր պատվիրանները բոլոր հնարավոր ձևերով խախտած անձանց վիրավորում են դիմացիներին, գիտեք, մենք էլ ենք քննադատում իշխանություններին, բայց բառապաշարը, որ իրենք ընտրում են, դա ոչ միայն քրիստոնեական չէ, այլև հարիր չէ, այսպիսի բարձր հոգևորական դաս ունեցող մարդկանց, ես չգիտեմ, տվյալ անձնավորության ես չեմ էլ լսում, ճիշտ ասած բացասական էներգիա եմ ստանում իրենից, անկեղծ եմ ձեզ ասում, բայց սա ուղղակի խայտառակություն է։ Բացի այդ Արցախի համար, որ տենց տանջվում են, մոռացել են եւի որ Ստալինն է հանձնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, մի օր դրա մասին չեն արտահայտվում, բայց նա նաև պետք է հիշի, որ Ստալինի ժամանակ բազմաթիվ հոգևորականներ են գնդակահարվել եւ մի հատ գնահատական տա դրան։
Տեսեք, իրականում որն է նպատակը եկեղեցականների այսպես սատարելու Վարդան Ղուկասյանին եւ նաեւ կոչերով հանդես գալու, թողեք թող աշխատի եւ այլն, ինչ նպատակ է այսօր օրինակ Շիրակի թեմը հետապնդում նման աջակցությամբ, նման հայտարարությամբ, երբ նույն պարակտվածության եւ անմիաբան լինելու հետ կապված զատկական տոնին իր ուղերձում անդրադարձել էր վեհապար հայրապետը։ Գիտեք, ես չեմ բնորոշի դա որպես եկեղեցու արձագանք, ես որևէ մի քանի անձանց, որոնք թելերով կապված են նախկին իշխանությունների հետ, եւ գիտեք, որևէ մեկի համար գաղտնիք չի, թե եկեղեցում հենց KGB-ն ինչ ազդեցություն է ունեցել, պարոն Ստալինի օրոքն է, չէ՞, ստեղծել ՌՊՑ-ն, ուղղափառ եկեղեցին եւ այնտեղ իր ազդեցությունը տարածելով կրոնը փորձել օգտագործել իր շահերի համար։ Այնպես որ այս ղեկավարությունը միշտ էլ մեր երկրում հոգեվորական, իհարկե դա Վազգեն առաջին ինչի վերաբերում ունեցել ենք բարձրաճան հոգեվորականներ, որոնք իրենց երկրի շահերից են խոսել, բայց տեսեք, իրենք հեղինակություն չունեն։ Այսօր մենք կարողանում ենք իրենց մասին այսպես խոսել, որովհետև վեհապար հայրապետը որևէ հեղինակություն չունի ժողովրդի շրջանում։ Ինչ որ կոչ անի, պատկերացնում եք, ինչ որ մեկը դուրս գա փողոց։ Օրինակ Վրաստանի կաթողիկոսը Իլյանն նա լուրջ հեղինակություն ուներ, Սաակաշվիլիի դեմ էր կարողանում պայքարել, երբ որ նա սխալ էր։ Իսկ մեր ուրեմն հոգեվորական վերնախավը այնքան վարկաբեկված է, ունենալով նաև սուպերմարկետներ եւ այլն, բոլորը ամեն ինչ գիտեն, որ ժողովուրդը նրանց ուղղակի չի լսում, բայց ես կոչ կանեմ մյուս հոգեվորականների, որոնք շատ ազնիվ են եւ երբեք չեն ընդունում վստահ եմ այս քաղաքականությունը, նույն Միքայել Սրբազանը, այսպես ասած, ավելի ակտիվ լինել, որովհետեւ եկեղեցին ժողովրդի աչքին արդեն նվաստանում է եւ սա ինստիտուտ է վարկաբեկում։ Տիկին Դալաքյան, Գյումրիում ինչպիսի հետընտրական զարգացումներ եք կանխատեսում, օրինակ իշխանության ներկայացուցչի խոսքերով Գյումրիում պիտի նոր ընտրություններ տեղի ունենային, սա էր հա պատգամը, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Վարդան Ղուկասյանին կհաջողի օրինակ պաշտոնավարել քաղաքապետի պաշտոնում, թե ոչ, եթե հանկարծ մեծ հետ կապված նորից ոտնձգություն արվեց, ամբողջ փաստերն աշխարհի բոլոր նախագահներին ու հաստատություններին ուղարկվելու են, այսպիսի հայտարարություն արեց նա, նշելով լրագրողների հետ զրույցում նշելով, որ փաստորեն կա ունեն տեղեկություն ոտնձգությունների ընդհանուր մինչև անձի ոչնչացման հետ։ Նախ անձի ոչնչացման հետ կապված այդ ոչնչացնող անձի թիմակիցը քվեարկեց Վարդան Ղուկասյանի օգտին եւ նրան դարձրեց քաղաքապետ։ Սա մեկ, սա իհարկե մեծ հարված է Սերժ Սարգսյանի հեղինակությանը, խնդրում եմ այդ լիրիկական զեղումները, որ նա կապ չունի Սերժ Սարգսյանի հետ Մարտուն Գրիգորյանը, դնում ենք մի կողմ։ Պարոն Մամիջանյանը վկա։ Երկրորդը, ինչ վերաբերում է թե իր հետ ինչ կլինի, մարդը տեղեկություններ ունի, որ այնքան էլ մաքուր գործունեություն չի ծավալել, որ կարող են իր նկատմամբ ճնշումներ լինել, էլի մեջ վերում ենք Մարտուն Գրիգորյանին, դա մենք չենք ասել, չէ, որ ինքը ամենասրտի թեկնածուն է Նիկոլ Փաշինյանի, որովհետև խոցելի է։ Հետարքի համասում է Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուն է, համել իբրև թե Նիկոլ Փաշինյանի թեկնածուի դեմ լինելով գնացին միացան Վարդան Ղուկասյանին, տրամաբանություն չկա իհարկե այս ամենի մեջ։ Ինչ վերաբերում է թե նա ինչպես կղեկավարի եւ ինչ կլինի, դա էլի կախված է իր քայլերից։ Եթե լինի խոնար իշխանությունների հանդեպ, այդ ինչ վերաբերում է նախագահներին կգրի, կարծում մի նախագահի նա կարող է գրել, այլ լիդերներ չեմ տեսել կամ հյուպատոսներ, որ այցել են իր երթունակալությանը, բայց արդյոք գրածը կազդի, չգիտեմ։ Միութենական պետության նրա այդ հայտարարությանն էլ կուզեի անդրադառնանք, սա լրջագույն խնդիր է Տիկին Դալաքյան։ Պաստորեն Գյումրի քաղաքապետը Բելարուսի օրինակով կոչ է անում ուրեմն համամիութենական պետության մաս լինել, դրանում որևէ խնդիր չտեսնելով մեր անկախության, ինքնիշխանության, սուվերենության հետ կապված, սա ինչի վկայություն է եւ դուք ինչ այսպես խորքային խնդիրներ եք այստեղ տեսնում։ Ես եթե թույլ կտակ ավարտեմ, Արցախի ղեկավարների ճակատագիրը պիտի Վարդան Ղուկասյանը հաշվի առնի, նրանք էլ էին հույսը կապում Ռուսաստանի ղեկավարի հետ։ Ինչ վերաբերում է միութենական պետությանը, գիտեք, սա արհեստական օրակարգ է։ Ռուսաստանը ինքը հիմա չի ցանկանա, որ Հայաստանը լինի միութենական պետության անդամ։ Ինչու՞, որովհետեւ այդ պարագայում արդեն պիտի պաշտպանեն Հայաստանին, չէ՞, էլ չեն կարող ասել տարածքը չգիտենք, մեր դաշնակիցը չի։ Ադրբեջանը եթե լինի
լիներ անդամ, իրենք կցանկանային, բայց եթե մենք դառնում ենք անդամ, իրենք Ադրբեջանի դեմ երբեք չեն պայքարի։ Դրա համար այս ձեռնտու է ունենալ այս կոնֆլիկտը, միևնույն ժամանակ տաքացնել այսպիսի մարդկանց գործունեությունը Հայաստանը, որ այդպիսի անիմաստ կոչեր անեն։ Այսօր նույնիսկ Ռուսաստանը չգիտի իր ճակատագիրը ինչ կլինի, դա արդեն աշխարհաքաղաքական իրավիճակից է կախված։ Այս պարագայում կանգնել ասել, եկեք դառնանք միութենական պետության անդամ, ես չգիտեմ, դա պրոֆեսիոնալիզմ է, թե ներողություն, թե գիտություն։ Ռուսաստանին անվերապահ իր աջակցությունը հայտնելու հպատակություն Դե երևի հույսերը էլի մենք նշեցինք անվտանգության հետ կապված Ռուսաստանի հետ է կապում, բայց ելնելով պատմությունից պետք չի Ռուսաստանի հետ անվտանգության որևէ երաշխիքներ կապել։ Իսկ այդպիսի ռիսկ առհասարակ ինչ եք կարծում եւ առհասարակ արդյոք այդ ուղղությամբ է գնալու զարգացումը թե օրինակ մենք գիտենք թե ինչպիսի մահատորներով գործեր կան դարակում դրված եւ մի քանիսն էլ արդեն հանվել են այդ դարակներից Գիտեք, քանի որ Վարդան Ղուկասյանը ինքնուրույն ֆիգուր չի, դա կախված է հովանավորներից, Քոչարյանից, մասնավորապես դե Քոչարյանի դեպքն էլ Կրեմլից։ Եթե ասեն գնա առճակատման կգնա, բայց Վարդան Ղուկասյանը գիտակից է, իհարկե պրոֆեսիոնալ չի կրթությամբ, բայց հաստատ եթե 11 տարի կարողացել է լինել քաղաքապետ, գիտի, որ իրեն դրանից հետո հնարավոր է վատ սցենարներ հանդիպեն եւ ոչ մեկ գիտի, նորից եմ կրկնում, արդյոք ինչ կլինի իր հետ։ Դրա համար ես չեմ կարծում, որ նա կգնա այնպիսի քայլերի, որը կարմիր գիծ է Նիկոլ Փաշինյանի համար։ Իսկ այսպիսի հայտարարությունները ցնցող, ես ասացի, ձեռնտու են Հայաստանի իշխանությունները։ Ինչ զարգացումներ են հնարավոր 26 թվականին Տիկին Դալաքյանին չեմ սա հարցնա, որովհետև այկանք իմ նախաբանի խոսքին ընդհանրապես մենք ունենք այլընտրանք կանխելու այս Գյումրիացումը եւ չթողնելու այն ներթափանցի, այսպես ասած, համապետական ընտրություններ, որոնք ըստ էության սարերի ետևում չեն, իշխանությունն էլ ասում է ինչպես թափանցի կարել ենք, սա մեր ժողովրդավարության ամենակարևոր հանգամանքն է, այդպես է լինելու են ընտրությունները, ժողովրդում ընտրիներ կլինի իշխանության, բայց այնուամենայնիվ խոսենք այդ այլընտրանքների կարևորությունից ու քանի որ շատ կարճ ժամանակ է մնացել շոշափելի այլընտրանքներ այսօր տեսնում եք թե ոչ Ժողովրդավարությունը այն չի, որ օրենք չկա երկրում եւ ընտրություններին մասնակցում են մարդիկ, որոնք քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներով անցնում են եւ դուք էլ ասում եք, թե մենք ժողովրդավար ենք, չենք խառնվում արդարադատության։ Ես դրա մասին շատ եմ խոսել եւ օրակարգը թելադրում են այս անձին։ Լրատվամիջոցները հիմնականում իրենց են պատկանում, ժողովրդի ուշադրությունը շեղում են եւ ես հայ հասարակությանը ոչ էլ գյումրեցիներին չեմ մեղադրում իրենց ընտրության համար, բայց եթե կամ նա է կամ նա եւ գոռում եք, բղավում եք բոլորը տարավել բարձր, ժողովուրդը լսում է ձեզ։ Ինչ վերաբերում է այլընտրանքին, դա ամենամեծ խնդիրն է, ինձ հաճախ հարցնում են, բա երրորդ ուժը երբ է գալու։ Գիտեք, ես ցավալիորեն չեմ տեսնում, որ 26 թվականին կձևավորվի, որտեղ շատ քիչ ժամանակ է մնացել։ Գուցե խորհրդանում որոշ իբրև թե արևմտյան ուղղվածություն ունեցող։ Իսկ համամիտ եք, որ այսպես մեծամասնություն այլևս չի լինելու Հայաստանում խորհրդանական, որովհետեւ հաշվի առնելով բոլոր քաղաքական ուժերի այս պահի դրությամբ վարկանիշը նաև թիմ ընտրություններում արձանագրած այսպես ցուցանիշները։ Հենց սցենարներից մեկը ես կարծում եմ այն կլինի, որ Նիկոլ Փաշինյանը կունենա կից իրեն որևէ ուժ, ներողություն իհարկե, բայց այդպես եմ կարծում, արևմտյան կողմնորոշում կարող են ունենալ այդ ուժերը կամ հայամետ, կգնա խորհրդարան, միասին կոալիցիա կկազմեն, որպեսզի ձայներով էլի Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ։ Հիշում եք, որակյալ մեծամասնության հետ կապված նաև փորձում են փոխել սահմանադրությունը։ Ես դա եմ կանխատեսում, իրական այլընտրանք 26 թվականին չեմ տեսնում, բայց վստահ եմ, որ այդ խորհրդարանը լինելու է ամենակարճատև եւ ամենախոցելին, որովհետեւ Հայաստանի արժեվ այնպիսի անվտանգային մարտահրավերներ կան, որ էլի այդ շոուն մարդասպան կապիտուլյանտը դու ես, մեզ որևէ լավ տեղ չի տանելու։ Տիկին Դալաքյան, քանի որ խոսեցիք հենց այդ մարտահրավերներից ու խաղաղության պայմանագրի ըստեյության վերջին շաբաթների ընթացքում դրա շուրջ շատ քննարկումներից, օրինակ Բայրամովն էլ ասում է միջև սահմանադրության այդ նախաբանի տեքստը չհեռատվի, ըստեյության այդ պայմանագիրը կյանքի չի կոչվի, նախորդ շաբաթ վարչապետը ըստեյության խոսելով սահմանադրության փոփոխությունից կողմ արտահայտվեց ուրեմն դրանում հռչակագրի բացակայությանը եւ այլն
ընդհանրապես ինչպես եք գնահատում, եթե Ադրբեջանը շարունակում է սահմանադրության հարցը օրակարգում պահել այսպիսի լարվածությամբ, նշանակում է մենք մինչև խորհրդարանական ընտրություններ գոնե այդ պայմանագրի հետ կապված որևէ քննարկման ականատես չենք լինելու։ Դե խնդիրը հենց դա է, Ալիևը գիտակցելով, որ դա մեկօրյա լուծում չի եւ առնվազն խորհրդարանական ընտրություններից հետո է դնելու իշխանությունը սահմանադրական փոփոխությունների հարցը, ժամանակ է շահում, որովհետեւ այսօր աշխարհը մեկ օրում փոխվում է, մենք չգիտենք ԱՄՆ նախագահը կմնա իր պաշտոնին, ինչ քաղաքականություն կվարի Ռուսաստանի, Հարավային Կովկասի, Իրանի հետ կապված եւ դրա համար Ալիևը չի շտապում, այսպես պատճառ է։ Բռնում գիտեք, ես կարծում եմ մենք էլ չպիտի էլ խոսենք խաղաղությունից, մի անգամ ասեցինք, ավարտենք, պետք չի ընկնել նրա հետևից, մեր գործը անենք, բանակը արագ բարեփոխենք, զինենք, արդարությունը վերականգնենք երկրում, տնտեսությունը, որտեղ տնտեսությունն է պատերազմի շարժիչ ուժը եւ անընդհատ նշենք, որ Ադրբեջանի սահմանադրությունը եւ անկախության հռչակագիրը ինքը տարածքային պահանջներ ունի, դա ասել է Փաշինյանը, բայց անընդհատ Բայրամովին զուգահեռ պետք է Արարատ Միրզոյանը այդ պատասխանը։ Տեսեք, Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, թե նրանց ներկայացրած պահանջը երկու հիմնավորում ունի, մեկը իրավական է եւ մյուսը փաստորեն հոգեբանական։ Մենք կարծում ենք, որ հանրակրվեով սահմանադրությունը փոխել է նշան է, ինչ որ առումով հաստատում, որ հարևանների հանդեպ տևական ժամանակ շարունակված այսպես ագրեսիվ քաղաքականությունից հետո հայաստանյան հասարակությունը իրականում հասկանում է, որ դա սխալ քաղաքականություն էր։ Թղթի վրա հասարակությունը չի հասկանում, Ռուսաստանի սահմանադրության մեջ գրված չէր, որ պետք է հարձակվեն Ուկրաինայի վրա, այսինքն այս ինչ պատճառաբանությունն է, կամ Ադրբեջանի սահմանադրության մեջ գրված չէր, որ պետք է Հայաստանի վրա հարձակվեն, թղթի վրա շատ բան կարող է գրված լինել, նույնն էլ ուրեմն Ադրբեջանի խոսեցինք սահմանադրությունը պիտի փոխվի, դե այդ պատճառաբանություններ, որը շատ արագ կարելի է թևաթափանալ։ Դուք կարծում եք, որ այլևս այս թեմայի շուրջ պետք է նույնիսկ զրույցներ չլինեն խաղաղության պայմանագրի շուրջ, օրինակ։ Այո, ես վստահ եմ, որ պետք է մի անգամ ասել եւ ավարտել։ Հենց Բայրամովի նպատակը դա է, մեզ ներքաշել անընդհատ այս զրույցների մեջ, ոչ կոնստրուկտիվ, մենք պիտի հրավիրենք դիվանագետներին, ամբողջ աշխարհի ուշադրությունը ԱԳՆ եւ ասենք, տեսեք ինչ է կատարվում։ Անիրական պահանջներ եւ այնպես չի, որ սահմանադրությունը փոխեն նրանք ստորագրելու են, վստահ եմ, հետո կասեն Արևմտյան Ադրբեջան, գիտեք այդ մեզ 30 տարվա օկուպացիայի կոնտրիբուցիա, ռևանշիստներին հանձնեք մեզ, մենք հո Ալիևի թելադրած օրակարգով չենք ապրելու։ Իսկ օրինակ Մինսկի խմբի հետ կապված նրանց հայտարարությունը ինչպես է գնահատում ու դրան մեր արձագանքը արտգործնախարարն ասում է Մինսկի խումբը հավելել արժեք չի տա եւ կարող հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության դեպքում։ Մինսկի խումբը լուծարել է մեր անելիքը չի, մենք այո կարող ենք դիմել, ՀՀԿ նախարարների խորհուրդը պիտի որոշումը կայացնի, դա էլ է իդեպ երկարատև գործընթաց։ Բայց վարչապետը իդեպ կներեք, ասում է եկեք այդ երկու գործընթացը խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Մինսկի խմբի ուրեմն լուծարումը երկուսը նույն օրը նույն ժամին իրականացնենք։ Սա խորամանկություն է։ Սա պաշտոնական Երևանի վերջին փաստորեն առաջարկն է։ Սա խորամանկություն է եւ դրական իմաստով, որովհետեւ հասկանալով Ալիևի չի ուզում ստորագրել, Փաշինյանը նույնիսկ ասում է դրան էլ եմ համաձայն, բայց ավարտենք։ Մինսկի խումբը մենք չենք լուծարում, բայց մենք ասում ենք, որ այո, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը տարածքային վեճ չի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ մեր խաղաղության պայմանագրում տեղ չունի։ Այլ հարց է, որ ինքնորոշման իրավունքը, ինչպես պարոն Լավրովը բարձել է, չի հակադրվում տարածքային ամբողջականությանը։ Սակայն այդտեղ լուրջ հակադրություն կար, դուք էլ Facebook սոցիալական ցանցում այսպես մանրամասն անդրադարձել եք Լավրովին։ Իսկ չեն ժողովրդի ինքնորոշման իրավունքը կամ թաթարների ինչի չեն հաշվի առնում օրինակ, բայց եկեք նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը, սա իհարկե երկար թեմա է, միջազգային իրավունքի տեսանկյունից ամենափայլունն է, դրա համար կա մի հարց, որտեղ կան Անվտանգության խորհրդի 3 անդամներ։ Այնպես որ այս հարցով օրինակ Վարդան Ղուկասյանը պետք է Հյուպատոսի հետ խոսի, չէ՞ որ նա Արցախի մասին է մտածում։ Պատասխանն եք էլի, դա Նիկոլ Փաշինյանին հասկացանք, հիմա էլ Ռուսաստանը։ Տիկին Տալակյան, առհասարակ հաշվի առնելով այս ստեղծված կոնֆիգուրացիան, նաև դուք անդադ շեշտում եք բանակի հանգամանքը, դուք այս ուղղությամբ ընդհանրապես, քանի որ նախորդ շաբաթ էլ խորհրդարանում հենց այս թեմայի շուրջ կոնկրետ ուրեմն քննարկումներ էին, իշխանությունը անընդհատ պնդում է, որ մենք շատ կարևոր ամրաշինական աշխատանքներ են կատարում, դրանք շատ տեսանելի չեն, բայց իրոք կատարվում են։ Դուք ինչպես եք գնահատում։ Տեսեք, բոլորս պետքեների մակարդակում անընդհատ ասում ենք բանակը զինենք, բանակին է, հզորացնենք, որովհետև մեր իրականում միակ շարժիչ ուժը դա կարող է լինել, բայց իրականում գետնի վրա դուք տեսնում եք փոփոխություններ։
Ճիշտ ասած, ամրաշինական կառույցների հետ կապված ես էլ եմ այցելել, կարող եմ ասել, որ այո, փոփոխություններ կան, բայց դա այն փոփոխությունը չի, որ 5 տարում կարելի էր անել։ Երկրորդը զենքերի հետ կապված ես նշել եմ, որ Հայաստանը տեղական արտադրություն պիտի ունենա ԱԹՍ-ների, որովհետև 5-րդ սերնդի պատերազմները տեսնում ենք, որ ԱԹՍ-ներով է իրականացում, Ուկրաինան 60%-ն ինքն է արտադրում իր զենքի պատերազմի ընթացքում։ Ռուսաստանն է հիմա դրանով զբաղված, մենք հաստատ կարող ենք դա արտադրել, եւ ամենակարևորը բանակը մաքրել գեներալներից, որոնք Շուշիում չեն կռվի, հետո էլ կգանք ասենք ու կապիտուլյան տես։ Այսինքն այդ մարդիկ, որոնք այսօր ընդդիմության տեղը նստել են շատ հանգիստ, պիտի պատասխանատվության ենթարկվեն 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի կողմից։ Ես դա չեմ տեսնում։ Տիկին Դալաքյան, իսկ ընդհանրապես ինչպես եք տեսնում նաև վերջին հայտարարությունները Ռուսաստանի կողմից եկող, օրինակ Զախարովան նորից Ֆրանսիայի գործոնը փորձեց այսպես սև գույներով ներկայացնել Ֆրանսիայի դերակատարումը այստեղ տարածաշրջանում Հայաստանում եւ այլն, այսպես սուր ձևով քննադատելով, վարկաբեկելով եւ նաեւ անընդհատ հայտարարություններ հայ-ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, նաեւ այն մասին, որ եթե ԵԱՏՄ-ից դուք դուրս եք գալիս, ապա ձեր հասարակությանը պիտի պահանջեք, թե ինչ վտանգ է գալու այս ժողովրդի գլխին, ընդհանուր մինչեւ նաեւ կոչեր էին հնչում, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնենք, Հայաստան պետություն կարող է չլինել, սա Մարգարիտա Սիմոնյանն էր ասում, վերջին հայտարարությունները ու Հայաստանի այսպես տարբեր ԱՊՀ եւ այլն միջոցառումներին մասնակցել է ինչի վկայությունն են եւ արդյոք կա որոշակի այդ հարաբերությունների մեջ մեղմացում փոփոխություն թե ոչ։ Նախ վարկաբեկելու հետ կապված Ռուսաստանը այսօր անգամ վարկաբեկված է հայ ժողովրդի աչքին, որ հենց Տիկին Զախարովաների եւ Մարգարիտա Սիմոնյանների շնորհիվ, որոնց ամեն խոսքից հետո հակառուսականությունը այստեղ կրկնակի աճում է, սա մեկ այնպես որ իրենք պիտի փոխեն իրենց քաղաքականությունը։ Դե Ֆրանսիան նյարդայնացնում է իրենց, որովհետեւ Ֆրանսիան ռուս-ուկրաինական հակամարտության մեջ լիդերի դեր է վերցրել Եվրոպայի անվտանգության եւ Հարավային Կովկասում հստակ իր դիրքորոշումը արտահայտել է, չնայած ՆԱՏՕ-ի անդամ է, սա շատ կարեւոր է, որ ասում են ՆԱՏՕ, Թուրքիա, որ Հայաստանի անվտանգությունը իր համար առաջնահերթություն է, զենքեր է մեզ վաճառում եւ ի տարբերություն Ռուսաստանի մեր տարածքը գիտի։ Ձեր սխալները Ֆրանսիայի վրա խնդրում եմ մի բարդեք, պրիմիտիվ օրակարգ է, ինչ վերաբերում է ԱՊՀ նիստերին մասնակցել եւ մեղմանալուն, ես այսպես դիրքորոշում ունեմ։ Շատ հետաքրքիր մի մեջբերում անեմ, այն օրը հարցնում էին Զելենսկուն, թե ինչի Տրամպին կոպիտ չեք պատասխանում, նա ասաց ես կարող եմ կոպիտ պատասխանել, բայց մեր ինքնասիությունը հետո ներողություն գերեզմաններում տեսնենք, այսինքն դիմացը ուրեմն վայրենի պետություն է, որը իհարկե թույլ է, որովհետև թույլն է, չէ, բղավում, եթե դու ուժեղ ես վստահես քո վրա, դու չես վիրավորում, չի կարելի նրան անընդհատ բարձրաձայն վիրավորել, բայց ես դեմ եմ, որ Հայաստանը լինի ՀԱՊԿ անդամ, լինի ԵՏՄ անդամ, գնացեք, մասնակցեք, ձեր շահերը պաշտպանեք, վատ հարցեր տվեք, որոնք վատ դրության մեջ կդնեն Պուտինին, արդյոք հիմա դուք մեր տարածքը իմացաք, թե ոչ, ինչու եք Հայաստանում պաշտպանում նախկին իշխանությունների, որոնք թալանել են երկիրը։ Այ գնացեք մասնակցեք։ Մամսինին էլ են գնալու, մայիսին էլ։ Շատ ճիշտ են անում։ Շատ ճիշտ գնանք կոնկրետ հարցադրումներով։ Միանշանակ, ես իհարկե հասկանում եմ ժողովրդի տեսակետը, ես էլ իմ էմոցիաներին որ նայենք, պիտի ընդհանրապես Ռուսաստանի հետ չշփվենք, բայց գնացեք, որ Զախարովան չասի, տենում եք Ալիևն է մեր դաշնակիցը, Փաշինյանը չեկավ։ Գնացեք, որևէ պայմանավորվածության մի եկեք իրենց հարթակներում եւ հարցեր տվեք, կրկնում եմ, որոնք վատ իրավիճակում կդնեն Լավրովի նույն ինքնորոշման իրավունքի հետ կապված։ Պետք է այդ հարթակները օգտագործել հենց Ռուսաստանի վարկաբեկելու եւ վատ դրության մեջ դնել։ Իսկ այդ հարաբերություններում որոշակի փոփոխություն այնուամենայնիվ կա թե ոչ։ Դե Նիկոլ Փաշինյանը զգուշանում է, ես իմ տեսակետը ունեմ դրա հետ կապված, չտեսնելով իրավիճակը ինչպես կզարգանա ռուս-ամերիկյան հարաբերություններում, փորձում է նաև այս գիծը պահել, բայց գիտեք Ռուսաստանը ինչպիսի պետություն է, նույնիսկ եթե մենք իրենց հետ շատ լավ լինենք, մենք տեսնում ենք իրենք անընդհատ մեզ վիրավորում են եւ դավաճանում են, այսպես ճակերտավոր, դա որևէ տեղ չի տանի շնորհակալություններ հայտնելը, պետք է գնալ եւ դնել հարցադրումներ, որոնց Ռուսաստանը չի կարող պատասխանել։ Օրինակ Արադ Միրզոյանը մի հանդիպման ժամանակ այդպիսի հարցադրում արեց, ես տեսա Լավրովը ինչպես էր չքմեղանում էլի բարեկամության մասին, այդպես ակտիվ խոսեք։ Բայց վերադառնալով Ուկրաինայի հետ կապված ձեր դիտարկումներին, հիմա Թրամփը հույս է հայտնել, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը այս շաբաթ գործարք կկնքեն, սա հերթական այսպես հույս հայտնելու գործընթացն է, որը ոչ մի տեղ չի տանում,
Ընդհանրապես ինչպես եք գնահատում այն, որ Թրամփը հենց գալու անմիջապես հաջորդ օրն է լուծելու, հետո առաջիկա 30 օրերին մի խոսքով, հետո 6 ամիսներին ինչ է կատարվում։ Ես մի տեսակետ ունեմ, որ ԱՄՆ-ն դուրս է գալու բանակցություններից, ասելով, դե արդեն նա ասեց, որ Եվրոպան ամեղավոր, Զելենսկին Պուտինին չի ասի, ինչու, որովհետև նա Պուտինին այդքան գովաբանել է, հիմա չի կանգնի, ասի սխալվել է։ Պիտի ասի Զելենսկին ամեղավոր, չի ուզում խաղաղություն եւ դուրս կգա։ Այստեղ մի քանի կարևոր կետ կարծում կշարունակի զինել Ուկրաինային։ Արդյոք Եվրոպան Զելենսկին ասեց, մենք կգնենք այդ զենքերը ԱՄՆ-ից, կթողնի, որ վաճառեն Ուկրաինային, այստեղ շատ կարևոր են այս կետերը։ Իսկ այն, որ Թրամփը ուղղակի բարի ցանկություններ է արտահայտում եւ հիմա նա լուրջ ներքաղաքական խնդիրներ ունի եւ ավելի են կղվելու դրանց մեջ ընտրություններին միջանկյալ մոտենալիս, ես կարծում եմ ԱՄՆ-ն այս պարագայում պասիվ է լինելու։ Մեծ հաշվով եւ դարձյալ ոչ թե Պուտինին հասցեական, այլ արդեն Զելենսկուն դարձյալ հասցեական։ Դե թույլը իր կարծիքով այո Զելենսկին է, բացի այդ կարծում Թրամփը դեռ չի հրաժարվել այն խաղից, որ Ռուսաստանին ուզում է ներքաշել Չինաստանի դեմ, հատկապես նա խոսեց դրա մասին։ Դրա համար իրեն դեռ Ռուսաստանը պետք է։ Իսկ Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերությունները Տիկին Դալաքյան, քանի որ մենք շատ ենք անդրադարձել, մեծ կարևորություն տվել հունվարին կարևոր այդ համաձայնագրին ստորագրմանը, հիմա նույնիսկ տեսակետներ են հնչում, որ Միացյալ Նահանգները, եթե օրինակ այս Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում խաղաղության պայմանագրի հետ կապված ունենա որոշակի այսպես ջանքերներ դնի, ապա այլ արդյունք են ունենալու միանշանակ այդպիսի շահագրգռություն նկատելի է, թե ոչ։ Ես Ռուբիոյի հայտարարություններն եմ ուշադրությամբ հետեմ եւ Վոլսի, կարծում եմ Թրամփը ինքը միջազգային հարցերով այդքան չի զբաղվում, նա տնտեսական պատերազմներով է զբաղված, Ռուբիոյի հետ պիտի կապը անընդհատ պահել, նա շատ ոչ թե հայամետ, այլ ճիշտ քաղաքականություն է վարում, դա կախված է Ամերիկայում մեր թիմի աշխատանքից, դեսպանի, լոբինգի, իհարկե այնտեղ կան մարդիկ, որոնք ռուսական լոբինգն են առաջ տանում ԱՄՆ-ում, բայց հայկական հայամետ լոբինգը պիտի ուշադրությունը ԱՄՆ-ի այստեղ պահի, որովհետև Հայաստանի տարբերություն Ուկրաինա ավելի լավ իրավիճակում է գտնվում։ Այստեղ Ռուսաստան չկա, որի հետ պետք է խաղալ։ Միջուկային գերտերություն չի թշնամիտ, մենք քրիստոնյա ենք, առաջի քրիստոնյան ենք, Թրամփն էլ այդպես խոսքերը չի ասում։ Բացի այդ, մենք բոլոր հնարավոր զիջումներին գնացել ենք։ Այստեղ ոչ կոնստրուկտիվը Ադրբեջանն է։ Այնպես որ մեր լուրջ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ կարծում եմ կարելի է հասնել դրական արդյունքների։ Դեռ շոշափելի չեն այդ արդյունքները, որովհետև հունվարից հետո մեզ մոտ ակնկալիքները շատ ավելի այսպես մեծ էին, շատ էին, նույնիսկ այսպես սրտատրոփ սպասում էին այդ խմբին, որ պիտի ժամանակ Հայաստան, բայց նա խմբի հետ կապված ավելի ակտիվ պիտի լինել սահմանային, որովհետև եթե Եվրոպացիների դեմ Ալիևը խոսում է, ամերիկյան խմբի դեմ դժվար հիմա խոսել, հատկապես որ ուզում է Թրամփի հետ հարաբերություններ ունենալ լավ, իսկ ինչ վերաբերում է որ արագ լուծում չի լինի, վստահ է, որովհետև աշխարհը այսօր այնքան անկայուն կենտրոններ ունի եւ օջախներ, որ բայց էլի այս երկու զանգը, երկու հայտարարությունը մեզ համար շատ կարևոր են։ Հայաստանը փոքր երկիր, եթե արժանացել ենք ԱՄՆ պետքարտուղարի խոսքերին, այն էլ մի քանի անգամ, ուրեմն աշխատում է, դա պիտի շարունակել։ Տիկին Դալաքյան, եթե ամփոփենք վարչապետի նախորդ շաբաթվա խորհրդանում արած հայտարարություններին, եմ ուզում անդրադառնանք խաղաղության հետ կապված եւ պատերազմի։ Պատերազմ չի լինելու, մոռացեք, լինելու է խաղաղություն, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես այդպես վստահ չեմ ասի, որովհետև Հայաստանից չի կախված խաղաղությունը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանից, տարածաշրջանային զարգացումներից, հանրապես իր թիմում օրինակ Արադ Միրզոյանը բարբերաբար ասում է լրատվամիջոցներին այդված հարցազրույցում ուներ մտահոգություններ Ադրբեջանի մասով։ Անընդհատ ունի, ես ինչքան հետևում եմ այս մի տարին, անընդհատ ասում է Ադրբեջանը կարող է գնալ էսկալացիայի։ Փաշինյանն էլ ասաց մեր կողմից էսկալացիայի վտանգ չկա, այսինքն Ադրբեջանից կա։ Ես չգիտեմ, հնարավոր է ԱՄՆ-ն իրեն այդպես վստահեցրել է կամ Ֆրանսիան, բայց ես որևէ բանի վրա վստահ չեմ, վստահ եմ մի բանում, որ պետք է ունենալ ուժեղ բանակ եւ այդ դեպքում թշնամին չի հարձակվի։ Եթե թշնամին գիտի, որ դու թույլ ես, բալանսը խախտված է, պատերազմը այդ ժամանակ է սկսվում։ Իսկ այն, որ անդադ հայտարարում են վերջին 1 տարվա ընթացքում մենք չենք տեսել այդպիսի էսկալացիաներ, կրակոցներ են, բայց նշվեց դրանք հասցեական կրակոցներ չեն, ինչպես է գնահատում, թեև մենք անընդհատ փաստորեն այդ հիբրիդային պատերազմի մեջ ենք այսօր։ Դա Բայդենի քաղաքականության շնորհիվ էր, որը հստակ գիծ ուներ հարավային Կովկասում, ես չգիտեմ Թրամփի գիծը, նույնիսկ հստակություն չեմ տեսնում, բացի այդ Ռուսաստանն է այստեղ հրահրող Ադրբեջանին, եթե Հայաստանը եւ ԱՄՆ-ն կարողացել
սկսել են զսպել Ռուսաստանին այս հարցում, ուրեմն լավ է, բայց այն որ Ալիևը ուղղակի սպասում է եւ անդադ մեզ սպառնում է, այսինքն մենք սպասելով գնում ենք պատերազմի, մենք պիտի պատրաստ լինենք այս սցենարին, գիտեք 10-20 թվականին էլ ոչ մեկ չէր սպասում, ոչ չէ, պատերազմ կլինի, նույն Փաշինյանը Ալիևին ասում է շատ կիրթ ազնվորություն է եւ հետո տեսակ ինչ եղավ, այնպես որ 100%-ով ես վստահ չեմ ոչ մի բան։ Սրանք ավելի շատ ուրեմն հասարակության տրամադրությունները փորձելու համար են եւ 26 թվականի ընտրություններից առաջ որոշակի այսպես դիվիդենդներ շահելու, ինչ եք կարծում։ Եվ այս հայտարարությունները որքանով կօգնեն հենց Փաշինյանին եւ իր թիմին։ Գուցե հենց դրա համար, որտեղ ընդդիմությունը պարբերաբար դրանով է զբաղված, որ հեսա հարձակվելու են, գնանք նոյեմբերին կատարենք, դա էլ մի այլ ծայրահեղություն է, որ Ռուսաստանը մեզ կգա կօգնի, ես զարմանում եմ, քանի դար կարելի է անընդհատ մտածել, որ Ռուսաստանը կգա մեզ կօգնի։ Եվ այդ օգնությունը, երբ որ բոլշևիկները քեմալականների հետ կիսեցին Հայաստանը, դա անվանում են, որ Հայաստանը եկան փրկեցին, չգիտեմ ոնց են փրկում, բայց այն որ Նիկոլ Փաշինյանը սխալ է իմ կարծիքով անում, որ ասում պատերազմը անհավանական է, որտեղ եթե լինի էսկալացիա, նա կհայտնվի վատ իրավիճակում։ Պիտի ասի, որ մեր կողմից իհարկե էսկալացիա չի լինի, ամեն ինչ կախված է միջազգային իրավիճակից, այսպես եթե Ռուսաստանը ռուս-ուկրաինական ռազմաճակատում սառեցնի իրենց ձեռնտու կերպով իրավիճակը, նա կթեքվի հարավային Կովկաս, ստանալու նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Փաստորեն այս առումով բարդ զարգացումներ կլինեն մեզ համար, Հայաստանի համար։ Հայաստանի ղեկավարությունը, այո, պիտի աշխարհաքաղաքական այս խնդիրների պարագայում, երբ ամեն օր մի բան է փոխում, լինի հնարավորինս ճկուն, կատարի իր աշխատանքը եւ մենք ոչինչից իհարկե ապահովագրված չենք, բայց գոնե մեր ներքին աշխատանքը պիտի կատարենք եւ պատրաստ լինենք։ Ադրբեջանը այնպեսի թշնամի չի, որ մենք չենք կարող Ադրբեջանի հարցերը լուծել։ Եթե չլինեն նրան այլ աջակցողներ, այսպես ասած։ Մանավանդ ներսից, բայց դա էլ Նիկոլ Փաշինյանը պիտի լուծի այդ հարցը։ Ներսինների հարցը, ինչպես Տիկին Դալաքյան։ Օրենքով Նիկոլ Փաշինյանը կամ ասում է պիտի պատերի տակ գնդակարեն, կամ էլ ասում է չեմ խառնվում արդարադատությանը մեջտեղում կա օրենք։ Արդարադատությանը պետք է խառնվեք, դուք երկրի ղեկավարն եք, օրենքը չի աշխատում, ինչ անշնակում, բայց ինչ եք անդադ ասում հետ ենք բերելու գումարները։ Հիմա խառնվում եք թե ոչ, չի կարելի այսպես, չէ՞, երկիրը տանում եք կործանման, այդ հարմար ընդդիմության վիճակից դուրս եկեք։ Շնորհակալ եմ Տիկին Դալաքյան։ Առաջինի տաղավարում զրուցում էի քաղաքագետ Միտք վերլուծական կենտրոնի հիմնադիր Լիլիթ Դալաքյանի հետ։ Կհանդիպենք։